Երևանում մեկնարկվել է ՀՀ և ՌԴ նախարարների Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։ ՌԴ արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսել է Մայր Հայաստան հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր. Լավրովի հայաստանյան այցի ընթացքում ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է Մոսկվան և Կիևը պետք է ինքնուրույն հասնեն հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է New York Times-ը։ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և այլ եվրոպացի առաջնորդներին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը, ասվում է հրապարակման մեջ։ Պարբերական է նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Եվրոպայի ձգտում է ավելի լայն հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։ Պարբերական այս իրավիճակն անվանել է պառակտում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Մոսկվայի և Կիևի բանակցությունները փոխանցելու պատրաստակամությունը կարող են ընկալել որպես ազդանշան, որ Վաշինգտոնն այլևս շահագրգռված չէ հակամարտության կարգավորման գործում ակտիվ միջնորդությամբ։ Այս մասին գրում է բրիտանական Spectator ամսագիրը։ Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, Թրամփի հայտարարությունը կարող է վկայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա լուրջ ճնշում գործադրել չցանկանալու մասին։ Պարբերականը ընդգծում է, որ դա ոչ մի լավ բան չի խոստանում Կիևին, քանի որ նրա եվրոպացի դաշնակիցներն արդեն ցուցադրել են իրենց անպատասխանատվությունը, անհաջող փորձելով զինադադարի վերջնագրով ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Մինչ ԱԳՆ շենքում ընթանում էր Միրզոյան-Լավրով ասուլիսը, դրսում ակցիա էր ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության։ Դիվանագիտական հարաբերություններին դեմ չենք։ Դիվանագիտական հարաբերություններ կարելի է ունենալ ում հետ ասեք։ Բայց այն աննորմալ ներկայությունը, որը Ռուսաստանում կա, եւ հարաբերությունների այն կարգավիճակը, որը կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, այստեղ առանցքային բառը պատերազմն է, պատերազմ վարում են թշնամիները։ Հետևաբար այստեղ ինչ-որ բարեկամությունից բանից խոսալ միայն կարելի է կամ անբարոյականության, կամ էլ անհատակ հիմարության պարագայում։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։ Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավարական կոլեգիայի դեմ, որը կրկին մնացել է առանց քննարկման։ Հաջորդ շինծու նիստը նշանակվել է մայիսի 27-ին։ Իմպիչմենտի գործընթացը լավ է, բայց Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու համարելու տրամաբանություն չկա։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նաև այդ թեկնածությունը մերժվել է պատիվ ունեմ խմբակցության կողմից եւ ես եթե չեմ սխալվում մի քանի ժամ առաջ աչքովս ընկավ որ նույն այդ անձնավորությունը մուննաթ է գալիս այսպես ասած պատիվ ունեմի որ մի ժամանակ ասում էիք որ ով է լի թեկնածու մենք կողմ քվեարկենք եկեք քվեարկենք այսինքն մի հատ էլ այնպես ստացվում որ մի հատ էլ ինքն է շանտաժի ենթարկում պատիվ ունեմ դաշինքին եւ որ ասել է արի ասածը տար այսինքն ես չեմ հասկանում մենք ինչա պետք է դառնանք ինչ որ մարդկանց ձեռքի գործիքը որն է դրա տրամաբանությունը արժանի թեկնածու լինի մեկ երկրորդը դա դրանից առաջ պետք է հսկայածավալ աշխատանք արվի ասում մենակ հալվա ասելով բերանը չի քաղցրանում իմպիչմենտի գործընթաց լավ է բայց դրա տակ կա պետք է լինի աշխատանք դրա տակ պետք է լինի գործ դրա տակ պետք է լինի ռեսուրսներ մարդկային ֆինանսական եւ այլն եւ այլևս շարունակ այսինքն այնպես չի որ ասեցինք քաշվեցինք մի կողմ դե ասեցինք թե անողները թողանեն տեխնացուն էլ թե թող ուզում ալնի այսինքն ոնց որ եղավ հիմա ոնց որ հիմա մենք տեսնում ենք ինչ է կատարվում Օկուպացված Արցախում շարունակվում են Իրան-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Նշվում է, թե երկու երկրների կապերի եւ համագործակցության ամրապնդման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունեն Արազ 2025 համատեղ զորավարժությունները, որ կավարտվեն մայիսի 21-ին։
2024 թվականին ԱԳՆ շենքի դիմաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցների բողոքի ակցիայի գործով Մեսրով Եսայանը, Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանն արդարացվել են։ Արդարացման դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Մուշեղ Արամյանի նախագահությամբ։ Փաստաբան Վարդուհի Սարգսյանը հայտնել է, որ դատավոր Մուշեղ Արամյանը Տավուշը հանուն հայրենիքի շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկ։ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը չհամարելով խուլիգանություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները որոշել է չմասնակցել Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին ընդունող երկրի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով։ Մենք որոշեցինք այս տարի չմասնակցել Հարավային Աֆրիկայի կողմից կազմակերպվող G20-ին, ոչ արտաքին գործերի նախարարության, ոչ էլ նախագահի մակարդակով, եւ դա մեծապես կապված էր այս հարցերի մի մասի հետ, բացի որոշ ասպեկտներից, որոնք նրանք ներառել են իրենց օրակարգում եւ որոնք մեր կարծիքով չեն արտացոլում այս վարչակազմի առաջնահերթությունները, ասաց Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ Նրա խոսքով Ուկրաինան եւ նրա դաշնակիցները քննարկում են մանրամասներն ու առաջարկները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է մասնակից լինի խաղաղության գործընթացին։ Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսերի հետ հաջորդ հանդիպումների մասին, ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է եւ ցանկացած ձևաչափով որ արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ, գրել է Զելենսկին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի 3 շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև 21:40-ը հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 11 անօդաչու թռչող սարք Օրիոլի մարզի տարածքում, 3-ը Բրյանսկի մարզի տարածքում եւ 1-ը Բելգորոդի մարզի տարածքում հայտնել են գերատեսչությունում։ Դոնի Ռոստովում արտակարգ ծառայությունների համար բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվել եղանակային պայմանների վատթարացման, ուժեղ անձրևների եւ քամու պատճառով։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը։ Նրա խոսքով ռեժիմը մտցվել է վարկյանում մինչև 20-ից 25 մետր արագությամբ քամու հետ կապված տեղատարապ անձրևների պատճառով։ Քաղաքապետը հավելել է, որ բարձր զգոնության ռեժիմը կգործի մայիսի 20-ից մինչև մայիսի 22-ը։ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00 ներառյալ Սկրյաբինը կոչ է արել տեղի բնակիչներին պահպանել անվտանգության միջոցառումները եւ զգույշ լինել։ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից ստանալ Ուկրաինայում հրադադարի պայմանների ցանկ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ Այսպիսով այնինչ մենք հիմա ակնկալում ենք հիմնվելով նախագահի զանգի եւ պարոն Սերգեյ Լավրովի հետ շաբաթավերջին ունեցած իմ զրույցների վրա այն է, որ որոշակի պահի բավականին շուտով, գուցե մի քանի օրից, գուցե այս շաբաթ մենք հուսով ենք, որ ռուսական կողմը կներկայացնի այն պայմանները, որոնք ինքը ցանկանար տեսնել, ասել է Ռուբիոն Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Պարզապես ընդհանուր պայմաններ, որոնք թույլ կտան մեզ շարժվել դեպի հրադադար եւ այդ հրադադարը թույլ կտա մեզ մանրամասն բանակցություններ սկսել հակամարտությունը դադարեցնելու համար, հավելել է Ռուբիոն։ Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա, սա վերջնական որոշում է։ Այս մասին TVP Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Այո, պատասխանել է քաղաքական գործիչը հեռուստահաղորդավարի այն հարցին, թե արդյոք Լեհաստանի իշխանությունների Ուկրաինա զորքեր չուղարկելու որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ։ Նրա խոսքով Վարշավան այս հարցում արևմտյան գործընկերների ճշմարտ տակ չէ եւ ԱՄՆ նույնպես տեղյակ է լեհական կողմի դիրքորոշումից։ Իսրայելը հետ է կանչում իր պատվիրակությունը Դոհայից Պաղեստինյան Համաս շարժման կողմից ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովի պատանդներին ազատ արձակելու եւ կրակը դադարեցնելու ծրագիրը չընդունելու պատճառով հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti։ Նեթանյահուի գրասենյակը շեշտել է, որ իսրայելական կողմը համաձայն է Վաշինգտոնի առաջարկին Ուիթկովի պլանի հիման վրա վերադարձնել առևանգվածներին, սակայն Համասը շարունակում է հավատարիմ մնալ իր մերժման քաղաքականությանը։ Դոհայում մեկ շաբաթ տևած ինտենսիվ շփումներից հետո ավագ բանակցային թիմը կվերադառնա Իսրայել խորհրդակցությունների համար, հայտնել են գրասենյակից։
Իսրայելական բանակը ընդլայնում է իր գործողությունները Գազայի հատվածում որպես ինքնապաշտպանության մաս, սակայն պատրաստ է ճշգրտել իր գործողությունները, եթե համաձայնության հասնեն պատատների ազատ արձակման վերաբերյալ, հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ Այս մասին հաղորդում է TASS-ը։ Նա ընդգծել է, որ իսրայելական կողմը կհաստատի լրացուցիչ տարածքների նկատմամբ օպերատիվ վերահսկողություն, կմաքրի եւ կոչնչացնի ահաբեկչական ենթակառուցվածքները մինչեւ Պաղեստինյան Համասի շարժման լիակատար պարտությունը։ Նրա խոսքով պատանդների ազատագրումը մնում է առաջնահերթ նպատակը։ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում։ Երևան քաղաքում մայիսի 20-ից 3-ը, 21-ից 23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ից 3-ը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Հանրապետության տարածքում մայիսի 20-ին, 21-ին, 24-ից 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ից 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։